Բարի օր Սելիկո եղբայրան ջան։ Եկեք շարունակենք Հռոմեացիս 9 14-ից 24 համարները։ Մեր նախորդ ձայնագրությունում մենք անդրադարձանք Աստծո սուվերեն ընտրության, երբ որ խոսում ենք սուվերեն ընտրության, նշանակում է այդ ընտրությունը կապված չի կամ կախված չի մարդու որևէ մեկ հատկությունից կամ ձեռքբերումից, այն ամբողջությամբ կախված է Աստծուց կամ Աստծո ծրագրից եւ Աստծո բարոյական արժեքային համակարգից, այսինքն իր հաճությունից։ Ամեն դեպքում անդրադարձանք 26-ից մինչև 13 համարները եւ այդ հատվածում առաքյալը երբ որ ներկայացրեց փրկության կենտրոնում Աստծո սույն ընտրությունը, այսինքն նախասահմանությունը, ում նախասահմանեց այն կապված է նրանց ում որ առաջուց ընտրեց կամ սիրեց, յադա եբրայերեն բառը, հարց առաջացավ եւ հիմա արդեն 14 համարում առաքյալ այս հարցը տալիս է եւ 14-ից 24 համարներում պատասխանում այդ հարցին։ Այսինքն մեր հատվածը խոսում է նախասահմանության արդարացիության մասին։ Իմիջ այլոց սա շատ արդիական է, որովհետև նախասահմանության կոնցեպտը կամ հասկացողությունը շատերը հենց Աստվածաշնչում շրջանցում են նրա համար, որովհետև մարդկորեն մոտենով տեսնում են այն անարդար եւ ասում են ինչպես կարող է այդպես լինի, որ Աստված ընտրի որոշ մարդկանց փրկության համար, ոչ թե բոլորին։ Եկեք անդրադառնանք, թե ինչպես է Պողոս առաքյալը պատասխանում այս հարցին կամ ինչպես այս հարցի պատասխան տալի Աստվածաշունչը ընդհանուր աստվածահայտնության օղակներում։ Որտեղ մենք շատ հաճախ ասում ենք, որ Պողոս առաքյալը օդից չի վերցնում կոնցեպտներ, օդից չի վերցնում հարցերի պատասխանները։ Պողոս առաքյալը միշտ անդրադառնում է 5 կտակարանին, որտեղ 5 կտակարան եւ նոր կտակարան մենք ենք ասում, մանավանդ շատ հաճախ 5 եւ նոր կտակարան ասելով հասկանում ենք գրքի հատվածները առաջի մասը, վերջի մասը։ Ընդհանրապես 5 կտակարան, նոր կտակարան առավել կապված է Աստծո ուխտի հետ, հին ուխտի եւ նոր ուխտի հետ, եթե այսպես վերցնենք ոչ թե հին ուխտի, այլ հին ուխտերի, որտեղ մի քանի ուխտ կա 5 կտակարանում։ Ամեն դեպքում եթե ժամանակ լինի մենք անդրադառնանք կամ մեր հատվածի մեջ լինի այդպիսի համատեքստ, որտեղ անդրադառնում է Աստծո ուխտին, մենք անպայման խոսենք այդ մասին, կամ եթե ոչ հավելում կունենանք, փոքր խոսենք նաև Աստծո ուխտի մասին, թե ինչ է ուխտ։ Ուխտ ընդհանրապես նշանակում է Աստծո հետ հարաբերություն, ավելի պայման, այն լինում է միակողմանի կամ լինում է երկկողմանի։ Ամեն դեպքում Աբրահամի հետ ուխտը այն միակողմանի է եւ առաքյալն անդրադարձավ սրան։ Հիմա ամեն դեպքում երբ որ խոսքը գնաց Իսրայելի մասին, այսինքն 6-րդ համարում 9-րդ գլխի հարց տվեց, որ միթե այսինքն Աստծո խոստումը տված Իսրայելին գետին նկավ եւ առաքյալն ասեց քավլիցի գետին չընկավ, այլ ամբողջությամբ այն կատարվում է։ Եվ որպեսզի սա բացատրի, մեզ ներկայացրեց Իսրայելի երկու կատեգորիա, կա Իսրայել էթնիկ որպես ժողովուրդ, Աստծո սեփական ժողովուրդ կոչված, Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդ, որ ծնվում է Աբրահամից կամ կարելի ասել Աբրահամի որդիներից Իսահակից եւ Հակոբից, 12 ցեղերը, եւ կա նաեւ Իսրայել, որը ավելի կոչված է մանավանդ մեր հատվածում կոչեց խոստումի որդիներ, որդիկ։ Տեսեք, երբ որ մենք անդրադառնում ենք խոստումի որդի, դա Իսահակն է։ Բայց առաքյալը ասեց ոչ թե Իսահակից որպես ֆիզիկական ծնունդ, այլ Իսահակի նման ծնվածներ։ Եվ անդրադարձավ թե ինչ է նշանակում խոստումի որդի, ասելով որ ներկայացրեց որ Աստված ասում Աբրահամին այն ժամանակ կգամ եւ Սարային որդի կլինի։ Այսինքն սա կապված չի Աբրահամի ձեռքբերումների հետ, սա կապված չի Աբրահամի ֆիզիկական կարողություն կամ կարևոր բարի հատկություններից, այլ կապված է Աստծո կամքի եւ հաճությունից։ Այնպես ինչպես Աստված տվեց Իսահակին, այնպես Աստված տալիս է Իսահակներ կամ փրկվածներ։ Եվ սա է որ հենց հանդիսանում նացվոտ, այսինքն առաքյալը ներկայացրեց, որ եթե հարցը առաջ էր գալի, այդ դեպքում ինչ եղավ Իսրայելը, չէ՞ որ այն Աստծո սեփական ժողովուրդն է ընտրության օղակներում կամ ուխտի օղակներում, ինչ եղավ, քանի որ ամբողջ Իսրայելը մեծամասամբ մերժեցին Քրիստոսին, այսինքն ինչ եղավ, Իսրայելը ընկավ, այսինքն Իսրայելի տված խոստումները այդ ուխտի օղակներում ամբողջ չեզոքացավ եւ առաքյալը ասում է քավլիցի Իսրայելը որպես էթնիկ ժողովուրդ ունի իր ֆունկցիոնալ դերը Աստծո փրկության ծրագրի մեջ, բայց Աստված երբեք չի խոստացել այդ օղակներում, որ բոլոր իսրայելացիները, այսինքն Աբրահամից բոլոր ծնվածները պիտի փրկվեն։ Եվ այստեղ մենք անպայման անդրադարձանք, խնդրեմ դուք նայեք ձայնագրությունները, որպեսզի առավել ճիշտ տեսնեք այն, անդրադարձանք նաև որ Աբրահամը ուներ այլ որդիներ, Հագարից ծնված, Քետուրայից ծնված, Հագարից ծնված Իսմայելը եւ եթե Աբրահամի այդ որդիները էթնիկ ժողովուրդ չէր, գոնե Իսահակով պիտի էթնիկ ժողովուրդ լիներ, որը պիտի փրկություն ժառանգեր, եւ սա սխալ տեսանկյուն է, որ հարց էին տալի այս հասկացությունից էր։ Նման առաքյալը շեշտեց, որ ոչ բոլոր իսրայելացիներն են Իսրայել, այսինքն եթե փրկության մասին ենք խոսում, փրկվում են միայն մնացորդ, որին ինքը կոչեց խոստումի որդիկ, խոստումի որդիկ։ Տեսեք, Իսահակի մասին խոսելով մենք ասում ենք խոստումի որդի, բայց առաքյալը արդեն ներկայացրեց խոստումի որդիներ, այսինքն նույն Իսահակի կարգավիճակում Աստծո խոստումից ծնվածներ։
Աստծո կամքի հաճությունից ծնվածն էր։ Այստեղ է ամբողջ խնդիրը եւ հենց այս սկզբունքի մասին խոսելուց էր, որ առաջանում է արդեն 14 համարում այս հարցը։ 14 համարում առաքյալը հարց է տալի։ Հիմա ինչ ասենք։ Միթե Աստծո մոտ անիրավություն կա եւ պատասխանում է Քավլիցի։ Հիմա ինչ ասենք։ Այսինքն, տեսեք, սա յուրահատուկ է ընդհանուր Պողոս առաքյալի նամակին Հռոմեացիս թղթի գլխավոր միտքը մենք գիտենք, որ այն ճշմարիտ ավետարանն է, որտեղ առաքյալն անդրադառնում է փրկության միջոցներին, ճշմարիտ ավետարանին, որպես նախասահմանված լուր, որով պիտի անձը փրկվի, անդրադառնում է փրկության միջոցին, հավատքին, անդրադառնում է փրկության պատճառին, Քրիստոսին, Աստծո ձրի շնորհքին։ Այսինքն, տեսեք, այս ամենի օղակներում առաքյալը անդրադառնում է նաև իր փրկության ծրագրի մեջ Իսրայելի երկու այս կատեգորիաներին եւ առաջ քաշելով սուվերեն ընտրությունը խոսեց նաև վերևում, որ մեկ ծնողից, այսինքն Իսահակից, ուխտի շրջանակներում տրված որդուց եւ Ռեբեկայից, այսինքն նրա մեկ կնոջից, ոչ թե տարբեր կանանցից, ծնվեցին երկու զույգ որդիներ եւ Աստված ասեց մեծին ատեցի, փոքրին սիրեցի։ Եվ սրա համար սա առաքյալ առաջակաշում այս կոնցեպտները, որպեսզի ցույց տա Աստծո անկախ ընտրությունը, այսինքն Աստծո ընտրությունը կախված չի մարդու որևէ մեկ հատկությունից։ Եվ այս առումով միշտ յուրահատուկ է Հռոմեացիս թղթին հարցեր առաջ։ Այսինքն տեսեք, առաքյալը, երբ որ որևէ մեկ կոնցեպտի ուսուցման մասին խոսում է, ինչպես արդեն ասեցի, փրկության նախասահմանված միջոցի, հավատքի, մյուս, ամեն դեպքում ինքը շատ լավ հասկանում է, որ ունկնդրի մոտ մարդկորեն տեսանկյունից հարցեր կառաջանա, եւ ինքը այդ հարցերը տալիս է, եւ այդ հարցերին չի պատասխանում մարդկանց մարդկային մտածելակերպի մոտեցումը բավարարելու համար, այլ այդ հարցին ինքը միշտ պատասխանում է Աստծո հայտնությանն անդրադառնալով, այսինքն երբեք ինքը չի հարմարեցնում Աստծո խոսքը մարդկանց մարդկորեն առաջացած հարցերին, այլ ընդհակառակը ինքը այդ հարցերը, որ առաջանում է մարդկային տեսանկյունից, Աստվածաշնչի հայտնությունով դրանք բոլորը չեզոքացնում է։ Հիշում եք Պողոս առաքյալը խոսք ունի, մենք բոլոր ամբողջ մտքերը Քրիստոսին գերի ենք անում, այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Աստվածաշնչյան հայտնությունն է մեզ ներկայացնում Աստծո ճիշտ արդարությունը, Աստծո ճիշտ վարքը, Աստծո ճիշտ արժեքային համակարգը։ Եվ եթե Աստվածաշնչյան հայտնությունը չի ձևավորում մեր տեսանկյունը Աստծո խոսքին, այդ ժամանակ մենք Աստծո խոսքը նայում ենք մարդկորեն եւ շատ բաների հետ մենք համաձայն չենք, որտեղ մեր մարդկային արդարությունը երբեք չի կարող ներդաշնակ լինի Աստծո այն արդարության, որ Աստված իր խոսքի մեջ մեզ ներկայացնում է։ Հիմա նույնն անելու է այստեղ առաքյալը։ Դրա համար մեր այս հատվածը խոսում է նախասահմանության արդարացիության մասին։ Եվ ինչպես ասեցի, շատերը շրջանցում են սա, որտեղ տեսնում են այն անարդար, այսինքն որը կապված է փրկության մնացորդի կամ ընտրությունով մնացորդի հետ, եւ այս մասին խոսում է 11-րդ գլխում։ Մի շնորհքի ընտրության պես մնացորդ, կամ հենց մեր հատվածում, տեսեք, մի քիչ առաջ գնանք 27 համարը մենք այսօր չենք նայելու, բայց 27 համարում նույնպես ասում է. Եսային աղաղակում է Իսրայելի համար, թեև Իսրայելի որտանց թիվը ծովի ավազի պես շատ լինի, միայն մնացորդ կփրկվի։ Եվ հենց այս մնացորդի մասին է, որ Աստծո անկախ ընտրության կամ շնորհքի ընտրության պես մնացորդն է փրկվածները, խոստումի որդիները։ Ինձ թվում է մենք բավարար հասկացել ենք ինչի մասն է խոսքը հիմա։ Ուրեմն առաքյալն ունի այս յուրահատուկ կերպը, ինքը հարց է տալի, քանի որ մեր մարդկային տեսանկյունից լսելով նրա ուսուցումը հարցեր առաջանում, ինքը այդ հարցը տալիս է եւ այդ հարցերին պատասխանում արդեն Աստվածաշնչյան հայտնության օղակներում։ Ուրեմն եկեք անդրադառնանք եւ ընթերցենք մեր համարը եւ խոսենք ընդհանուր 3 կարևոր կետի մասին։ Այս հատվածում Պողոս առաքյալը սերես անդրադառնալու է առաջինը արդար է արդյոք Աստված, այսինքն արդար է արդյոք Աստված ընտրության հարցում, որ ընտրում է մնացորդ որոշ մարդկանց, եւ երկրորդ արդյոք պատասխանատվություն կրում է մարդը իր դատապարտության կամ կորուստի գնալու հարցում, եւ երրորդ մենք տեսնելու ենք այս ամենը, այսինքն այս արդարացիությունը ընտրության հարցում, պատասխանատվությունը մարդու, արդյոք այս ամենը Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր իմաստ ունի։ Այո, շատ կարևոր իմաստ ունի եւ խոսելու ենք նախասահմանության իմաստի մասին, ինչի համար Աստված ընդգրկում նախասահմանությունը, որի բաղադրիչներն են Աստծո արդարությունը ընտրության հարցում եւ նաեւ մարդու պատասխանատվությունը կորուստի հարցում, այս երկուսը ընդգրկելով շատ կարևոր սկզբունք կա, որովհետեւ տեսեք,
նորից եկեք հիշենք, որ ընդհանուր առմամբ Աստծո ստեղծագործությունը, երբ որ մենք ասում ենք Աստված ստեղծեց մարդուն, երբ որ մենք ասում ենք Աստված թույլ տվեց, որպեսզի մեղքի անկում մտնի աշխարհ, երբ որ ասում ենք Աստված փրկագնեց այդ ընկած մարդուն, մենք պետք է հասկանանք բոլորը սերտ կապված է Աստծո փառքի հետ։ Այսինքն, եթե Աստված չունենար ցանկություն իր փառքը ցույց տալու, ոչ ֆիզիոլոգիական աշխարհ կստեղծեր, ոչ մարդ կստեղծեր իր պատկերով եւ իմացով, ոչ էլ այդ ընկած մարդուն ի վերջո կփրկագներ։ Դրա համար այս ամենը շատ կարևոր է, այս ամենը, եթե դուք ուշադիր նայեք, Աստծո ծրագիրն է, որպեսզի Աստված այս ամենի մեջ, այս ամենի օղակներում ցույց տա իր փառքը։ Եթե չկա ընկած մարդ, եւ եթե չկա Աստծո ողորմությունը եւ շնորհքը այդ ընկած մարդուն փրկելու, մենք չենք տեսնի Աստծո ամբողջական ողորմությունը։ Տեսեք, եթե կա Աստված եւ միայն արարիչ է, եւ միայն ստեղծագործ Աստված է, եւ թույլ չի տվել, որպեսզի մեղքի անկում լինի, այդ դեպքում մենք Աստծուն ճանաչում ենք միայն ամենակարող, բայց չենք ճանաչում նրան ողորմած եւ սիրող։ Եվ հենց Իսրայելը այս պարագայում էր, երբ որ Մաղաքիա մարգարեության մեջ հարցվեց, ասեց, ո՞նց իմանանք, որ դու մեզ սիրում ես, եւ Աստված սիրելու կոնցեպտը բացատրելու համար օգտագործեց այս ընտրությունը, այս սուվերեն ընտրությունը։ Հիշում եք Մաղաքիա մարգարեության մեջ եւ հենց իմիջիայլոց մեր 13 համարում այդ մեջբերումն անում, որ ես Եսավին ատեցի, Հակոբին սիրեցի, եւ ինքը ասում են դու մեզ ո՞նց ես սիրում, եւ Աստված ասում է Իսրայելացուն, չէ՞ որ ասում է Եսավը Հակոբի եղբայրն էր։ Այսինքն Հակոբը դա Իսրայելն էր, Եսավը դա Եդոմն էր, Եդոմի ժողովուրդը, եւ ինքն ասում է, չէ՞ որ Եսավը Հակոբի աղբերն էր, բայց ես Եսավին ատեցի, Հակոբին սիրեցի, ես մեզ բերում անում, այսինքն ես ձեզ ընտրեցի, սիրել բառը այդտեղ առավել եբրայերեն յադա հասկացողությունն է, որը նշանակում է ձեզ եմ ընտրել ես, ձեզ եմ ընտրել իմ սեփական ժողովուրդ եւ ձեր մեջ եմ անում շատ կարեւոր բաներ։ Եվ հետաքրքիր է, որ մենք խոսել ենք այս մասին։ Տեսեք, ուրեմն այս օղակներում մենք կարեւոր սկզբունք պետք է հասկանանք։ Այս հարցը առաջանում էր, երբ որ ունկնդիրը ճիշտ չէր ընկալում Իսրայել հասկացողությունը, որտեղ կա երկու Իսրայել, կա էթնիկ ժողովուրդը Իսրայել, Աբրահամից ծնված ֆիզիոլոգիական, որը ունի Աստծո փրկության ծրագրի մեջ ֆունկցիոնալ յուրահատուկ դեր, տեսեք, նրանց են մարգարեները, նրանցից է մարգարեները, նրանց մեջ տվեց Աստված Մովսեսի միջոցով օրենքը, այսինքն արժեքային համակարգի մեջ այդ ժողովուրդը մյուս ազգերից տարբերվեց։ Նրանց մեջ եկավ Քրիստոսը օրենքի տակ մտնելով եւ որպեսզի օրենքի տակ լինողներին ազատի, այդ որպեսզի այդ օրենքի տակ լինելով օրենքի արդարությունը ձեռք բերավ, այդ օրենքի արդարությունը տա իրեն հավատացողներին, նրանցներին տաճարը եւ խորան, այսինքն ինչ անշարքում տաճար եւ խորան, Աստծո փառքը շեքինա կամ Աստծո ներկայությունը տվյալ ժողովրդի մեջ, որևէ մի ժողովրդի մեջ Աստված իր փառքը չներկայացրեց կամ իր խորանը չդրեց մյուս հեթանոց ժողովրդի մեջ։ Այսինքն տեսնում ենք, որ Իսրայելը ունի որպես էթնիկ ժողովուրդ յուրահատուկ ֆունկցիոնալ դեր, բայց կա նաև Իսրայելը, որի մասին խոսում է առաքյալը, որպես փրկվողներ, եւ սա մնացող նաև խոստումի որդիներն են, այսինքն ինչպես Աստված տվեց Իսահակին խոստումով, առանց Աբրահամի որևէ մեկ հատկության կամ Աբրահամի գործերին նայելով, այնպես էլ տալիս է փրկվածներին, դա իր սուվերենականն է, բայց որտեղ է արդարությունը, որտեղ շատերի համար, երբ որ սա լսում են, ասում են, այսինքն փրկվողները շահեցին, մնացածները, որ ուզում են փրկվեն, ի վերջո կորան։ Այստեղ է խնդիրը, որ երբեք որևէ մեկ մարգարե Աստվածաշնչյան որևէ մեկ հայտություն այդպես չի խոսել, որ մարդիկ ուզում են փրկվեն, ակնկալում են փրկություն եւ Աստված նրանց մերժում է փրկության արտով։ Չկա այդպիսի բան, ես ընդհանրապես մենք արդեն խոսել ենք տարբեր ձեռնարկությունների մեջ։ Ընդհանրապես երկրի վրա մեղքի անկումից հետո գոյություն չունի փրկություն ցանկացող մարդ։ Բոլորն Աստծո թշնամին են, չկա արդար, մեկն է չկա երրորդ գլուխը մեր հռոմեացիս թղթի։ Չկա Աստծուն խնդրող, դա բառացի ժամանակ Աստծուն փնտրող չկա, մեկն էլ չկա, բարի անող չկա, բոլորը խոտորեցին, անպիտան եղան, բոլորը ընկան մեղքի տակ եւ Աստծո փառքից ընկան, չկա մեկը որ ուզենա Աստծուն փառավորի, բոլորը իրենց են ուզում փառավորեն։ Տեսեք, սա կարևոր է մենք հասկանանք։ Եվ հենց այստեղ է որ սխալ ընկալում կա, կարծես թե նեյտրալ վիճակից մարդիկ ասում են, այս մարդ ուզում է փրկվի, Աստված մերժում է նրա փրկությունը։ Չկա այդպիսի բան։ Հիմա մեր հատվածում ինքը ինչ երկու օրինակ է բերելու։ 5 կտականից երկու մեջբերում Ելից գրքից 32 եւ 33 գլուխներից անդրադառնալու է նաև փարավոնին, մենք նայելու ենք եւ այդտեղ ցույց է տալու առաջի հերթին մարդու պատասխանատվությունը եւ Աստծո արդարությունը ընտրության արդյունքում, որքանով է ընտրությունը համաձայնեցվում Աստծո արդարության հետ եւ մարդու պատասխանատվության հետ։ Եվ հենց այս հարցին ենք մենք պատասխանելու։
Եկեք ընթերցենք մեր հատվածը, ես ինչի սա ասեցի, որպես ներածական, առավել արդեն 14 րոպե գնաց ներածականի վրա, սա կարևոր է սերնես, որովհետև շատերը միանում են մեզ, շատերը լսում են, դեռ մյուս ձայնագրությունները չլսած, միգուցե այս վերջի ձայնագրությունը լսում են, փորձում են գոնե շահկապի մասին խոսեմ, որ նրանց համար հասկանալի ինչի մասին է խոսքը, որովհետև եթե դուք մտնեք մի սենյակ եւ այնտեղ 3 ժամ արդեն խոսակցություն գնացել է եւ դուք միանաք նրանց խոսակցության, դուք սխալ կընկալվեք, որտեղ դուք չեք իմանում բուն ինչի մասին է խոսքը։ Դա այս շահկապը շատ կարևոր որ մենք հասկանանք եւ շարունակենք մեր թեման։ Եկեք ընթերցենք հատվածը։ Եվ այսպես ինչպես ասեցի, հարցը արդեն հենց սկսում է հարցով։ Հիմա ինչ ասենք։ Միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավլիցի, որտեղ Մովսեսին ասում է. Կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգտամ ում որ կգտամ։ Բառացի նշանակումը կողորմեմ ում որ կուզեմ ողորմեմ եւ կգտամ ում որ կուզեմ գտամ։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է եւ ոչ էլ վազողիցը։ Այսինքն ապա ուրեմն ոչ գործ անողից է, ջանք անողից կամ արժանացողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Դրա համար վերևում ասած ում որ կուզեմ նրան կողորմեմ։ Եվ սա շատ կարևոր է որ մենք համբերությունով լսենք ինչի մասին է, ինչի առաքյալ այս երկու հատվածները առաջ քաշում, որտեղ այստեղ ցույց է տալի Աստծո արդարությունը մարդու ընտրության հարցում մնացորդի եւ նաեւ մարդու պատասխանատվության հարցում։ Որտեղ Գիրքն ասում է Փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի։ Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում որ կամենում է խստացնում է։ Ապա ինձ կասես, նորից էլ մեկ հարց։ Այսինքն հիմա ինքը տեսեք ուսուցում ցույց տվեց, ինչի մասին ցույց տվեց։ Աստծո ընտրության եւ Աստծո արդարության։ Ում որ կամենում է ողորմում է եւ ում որ կամենում է խստացնում է։ Եվ երբ որ լսում են ունկնդիրը, հարցը առաջանում, ասում, ապա ուրեմն կասես, ինչու է մեղադրում։ Էլ ինչու է մեղադրում, որ ինքն է կամենում այս ամենը։ Նրա կամքինով հակառակ կկենա։ Եվ հիմա առաքյալը բացատրել է շատ կարևոր բան, որ մենք ընդհանուրի մեջ նայելու ենք, տեսնելու ենք։ Եվ եթե համբերությունով լսեք, կտեսնեք ինչպես առաքյալը, Պողոս առաքյալը ընդհանրապես բոլոր իր թղթերում, երբ որ հարցը առաջանում Աստծո խոսքից, եւ հարցը միշտ առաջանում է, երբ որ մենք Աստծո խոսքին կամ Աստծո գործելակերպին մարդկորեն ենք նայում, այսինքն փորձում ենք մարդկային արդարության ընկալումների օղակով տեսնենք Աստծո գործը, միշտ այդ ժամանակ բախում առաջանում, որովհետև մենք տեսեք, մենք երբեք չենք նայում ամեն ինչին գերիշխանի տեսքից, գերիշխանի տեսանկյունից։ Աստված գերիշխան է, դրա համար ինքը մի քիչ հետո այդ մասին խոսելու է, ասում է, միթե ասում է բրուտը կամ կավագործը իշխանություն չունի կավի վրա միևնույն զանգվածից, տարբեր չեն այդ զանգվածները, մեկը լավ կավ չի, մեկը վատ։ Նույն կավն է, մեկը մյուսին պատրաստի անարգության անոթ, մյուսին փրկության անոթ կամ փառքի անոթ, բայց այստեղ խնդիր կա, այստեղ պետք է տեսնենք արդյոք արդար է վարվում Աստված եւ արդար է վարվում այն էլ ինչպիսի արդարությունով։ Եվ սրա համար մենք պետք է անդրադառնանք այս հատվածին, որտեղ շատերը նորից եմ ասում, սխալ մոտեցումով են նայում սրան։ Այստեղ շատերը մտածում են, որ Աստված մարդիկ, որոնք ուզում էին փրկվեն, Աստվածն ասում է, ընդհանրապես որևէ մեկը չի ուզում փրկվի։ Այսինքն բոլորը, եթե կավի վերցնենք, բոլորն էլ նեխած կավ են, բայց ինքը այդ նեխած կավից որոշակի անոթներ է պատրաստում իր փառքի համար եւ մնացածին ուղղակի որպես նեխած կավ դեն է շփոթում։ Ինքը լավ կավը չի նեխացնում, կավը արդեն նեխած է։ Սա է մենք պետք որ հասկանանք, սա ամենակարևորն է։ Լավ, եկեք ընթերցենք ամբողջացնենք եւ կշարունակենք։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, ոչ վազողիցը, ես շարունակում եմ 16 համարից, այլ Աստվածանից, որ ողորմում է, որովհետև Գիրքն ասում է Փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի։ Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում կամենում է խստացնում է։ Ապա ինձ կասես, «Էլ ինչու է մեղադրում, նրա կամքինով հակառակ կկենա, բայց դու ով ես մարդ, որ Աստծուն դեմ պատասխան ես տալիս։ Միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպեսին արիր ինձ, ինչու ինձ այսպես ստեղծեցիր, տեսեք ուշադիր, կամ ինչու ինձ այսպես արիր, սրանք շատ կարևոր հարցադրումներ է։ Միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից շինե մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության, եւ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, ես դες հարց տամ միջանկյալ, Աստված իրավունք ունի իր զորությունը ցույց տալու։ Իհարկե։ Եվ ինչ եթե Աստված կամենում էր
այսինքն սկզբից դեռ ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը բարկության միջոցով շատ երկայնմտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստված էին։ Այս պատրաստված էինը մեր թարգմանության մեջ չի երևում։ Բնագրի մեջ պատրաստված էին իրենք են իրենց պատրաստել կամ իրենք այդպիսին են, ոչ թե իրենք լավն էին, ինչ որ մեկը իրենց փչացրեց, այլ իրենք էին այդպիսին, իրենք են իրենց պատրաստել այդպես։ Ավելի սա է, բայց մյուս պարագայում ասում է ինքը առաջուց պատրաստեց լավը, տեսեք։ Եվ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, շատ երկայնությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստված էին, եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը։ Տեսեք, երկու կարևոր սկզբունք։ Աստված ամեն ինչից առաջ ունի երկու կարևոր ցանկություն՝ ցույց տալու իր մեծությունը, իր զորությունով ցույց տա իր մեծությունը, բայց որպես միջոց օգտագործում է իր բարկությունը, եւ դրա համար պետք է անոթներ, որ այդ բարկությունը նրանց վրա հայտնվի, բայց արդյոք այդ բարկության անոթները լավն էին նա բարկության համար սարքեց։ Ոչ, նրանք արդեն անոթներ են, որի վրա Աստծո բարկությունը կա, եւ իրենք են իրենց այդպեսին արել։ Հիմա կա անոթ, որի վրա Աստված ցույց է տալի իր բարկությունը, օգտագործում այդ անոթներին իր բարկությունը ցույց տալու, որպեսզի երևա իր մեծությունը կամ իր զորությունը, եւ կան անոթներ, նույն այդպիսի անոթներից, բարկության անոթներ, որոնց ինքը ողորմում է, որպեսզի ցույց տա իր շնորհքը, իր ողորմությունը, նույն անոթների, նույն զանգվածից են այդ երկու անոթները։ Հիմա ունի Աստված իրավունք ցույց տալու իր մեծությունը եւ զորությունը, այո, ունի Աստված իրավունք ցույց տալու իր շնորհքը եւ ողորմությունը իր փառքի համար, այո, ինչի, որտեվ Աստված ամեն բան ստեղծում է իր փառքի համար, եւ այս երկուսը, մեծությունը եւ զորությունը, շնորհքը եւ ողորմությունը, դա Աստծո փառքի ամենակարևոր բաղադրիչներն են, որpիսի երևա թե ով է Աստված։ Սա կարևոր է։ Եվ ամբողջացնենք մեր հատվածը։ Ես կընթերցեմ նորից 22 համարից։ Եվ ինչ, եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, շատ երկայնամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստված էին, եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար։ Տեսնում եք, իր փառքի համար է պատրաստված։ Նա էլ է իր փառքի համար պատրաստված։ Այսինքն կորուստի գնացողները նույնպես Աստծուն փառավորելու են արդարության առումով։ Աստված նրանց հետ վարվում է արդարությամբ, մյուսների հետ վարվում է ողորմությամբ։ Մենք արդեն պետք է հասկանանք, զանազանենք ողորմությունը արդարությունից։ Տեսեք, նրանց հետ ես հիմա մի բան կասեմ, որ միգուցե ձեզ համար շատ դժվար կլինի ընկալել։ Տեսեք, նրանց հետ, ում հետ որ Աստված վարվում է ողորմությունով, այն նրանց հետ Աստված վարվում է անիրավությունով։ Այսինքն ողորմության անոթների հանդեպ Աստված արդարությունը չի կիրառում։ Արդարությունը կիրառում է անարգության անոթների նկատմամբ, նրանց, որոնց Աստված ուղարկում է կորուստի, այն նրանց հետ ուղակի վարվում է արդարության, որտեղ նրանք մեղավորներ են եւ Աստծուն մերժողներ են։ Նրանց հետ վարվում է արդարությամբ, բայց նրանց հետ, որոնց ողորմում է, նրանց հետ արդարությունով չի վարվում, անարդար է նրանց ողորմում է անարդարությունով։ Մենք պետք է սա հասկանանք, այսինքն հակառակն է, մարդիկ ասում են Աստված արդար չի, որ միայն մի քանի հոգու է փրկում։ Ընդհակառակը, Աստված եթե արդարությունով վարվի, բոլորին պիտի ուղարկի կորուստի, եթե արդարությունով վարվի։ Այն նրանց, որոնց ուղարկում է կորուստի, նրանց հետ ուղակի վարվում է արդարությունով։ Իսկ նրանց, որ ողորմում է, անարդարից է վարվում նրանց հետ։ Հայ այստեղ հակառակ process-ն է։ Դրա համար տեսեք, ես դրա համար ասի կա մարդկային տեսանկյուն արդարության եւ կա աստվածաշնչյան հայտնությունը մեզ Աստծո արդարության մասին ներկայացնելը։ Մենք պետք է հասկանանք ինչ է խոսում Աստվածաշունչը։ Եվ հիմա եկեք վերջացնենք եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթներիա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից էլ, որտեղ մի քիչ վերև ինքն ասեց խոստումի որդիկ եւ ամբողջ 8-րդ գլուխը խոսում է նախասահմանության մասին, ում որ Աստված սիրեց, Յադանը ընտրեց, նրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինելու, ում որ նախասահմանեց որդու պատկերի նմանակից լինելու, նրանց կանչեց, դավանիկ տեստեղ ասում է մեզ էլ կանչեց, ոչ միայն հրեաներից, այլ նաև հեթանոսներից, ում որ կանչեց, նրանց էլ արդարացրեց եւ ում որ արդարացրեց, նրանց փառավորել արեց։ Եվ սա Աստծո փրկության ոսկյա անխախտելի շղթան էր։ Հիմա այս ամեն ինչի արդյունքում մենք կարող ենք տեսնել 3 կարևոր սկզբունք։ Եվ սա շատ արդիական է։ Սրանք շատ կարևոր հարցեր են սիրելիս, որովհետև տեսեք, սրանք կապված են Աստծո էության եւ հատկության հետ։
Այսինքն սա այն հատվածն է, նախասահմանությունը իրականում դրված է այնպիսի կոնցեպտի մեջ, որը շատ պարզ մեզ արտահայտում է Աստծո փառքը։ Այսինքն եթե նախասահմանությունը հանենք Աստվածաշնչից եւ շատերը այդպես էլ անում են, չեզոքացնում են, շրջանցում են այդ բառը, այդ հատվածները չեն կարդում, կամ էլ նախասահմանությունը հարմարացնում են մարդու արդարության, այսինքն Աստծուն տալիս են մարդկային արդարություն, ասում են Աստված ընտրեց նրանց, ովքեր ընտրության արժանի էին, այդպեսի բան չկա, որտեղ Աստծո ընտրությունը անկախ է որևէ մարդու մեկ հատկությունից, այսինքն սա անելով մենք փոքրացնում ենք Աստծո փառքը։ Այսինքն մենք ամբողջությամբ խեղաթյուրում եւ ոչնչացնում ենք ձրի շնորհքով փրկությունը, երբ որ մենք տալիս ենք մարդուն հատկություն եւ այդ ընտրությունը կապում ենք մարդու հատկությանը։ Այսինքն Աստված ընտրեց նրանց, որոնք արժանացան ընտրության։ Հա, գոնե այդքան ջանք չեն արել, որ փրկության արժանանան, բայց գոնե ընտրության արժանացել են։ Աստված ընտրում է նրանց, ովքեր ընտրել են Աստծուն։ Հենց բան չկա։ Դրա համար եթե մենք անդրադառնում ենք այս հատվածին, այս հատվածը հենց բաց ներկայացնում է մեզ Աստծո փառքը։ Այսինքն այն հատկությունները, որով երևում է Աստծո փառքը, նրա մեծ ողորմությունը եւ շնորհքը։ Հիմա սա կարևոր է։ Եվ մենք անդրադառնանք 3, ինչպես արդեն ասացի, 3 կարևոր այս ընդհանուր հատվածի մեջ մենք կտեսնենք 3 կարևոր սկզբում։ Առաջինը մենք կտեսնենք արդար է արդյոք Աստված, մենք կանադառնանք սրա համար 14-ից 18 համարներին եւ երևի մեր առաջի բաժինը սրանով կավարտենք։ Երկրորդը կանադառնանք պատասխանատվություն կրում է արդյոք մարդը եւ արդար է արդյոք այս հարցում Աստված վարվում, եւ մենք անդրադառնանք այն ամենը, ինչը մենք տեսնում ենք ունի իմաստ Աստծո փրկության ծրագրի մեջ, այս արդարությունը Աստծո ընտրության հարցում եւ մարդու պատասխանատվությունը, դա իմաստ կրում է Աստծո փրկության ծրագրում եւ շատ մեծ իմաստ է կրում, կտեսնենք սա։ Ամեն դեպքում ամեն բան իմաստավորվում է, միշտ հիշեք, Աստվածաշնչում ամեն բան գտնում է իր իմաստը, ինչը փառավորում է Աստծուն։ Եթե մի բան Աստծո փառքից ընկած է կամ չի փառավորում Աստծուն, դա միանշանակ իմացեք, որ Աստծուն տհաճ է կամ Աստծուն զզվելի է դա։ Այն ինչը փառավորում է Աստծուն, դա արդեն Աստծո նպատակներին է ծառայում։ Սա ամենակարևոր սկզբունքն է, որ մենք հասկանանք։ Եվ իմիջիայլոց ես արդեն ինչպես շեշտեցի, սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև սա անդրադառնում է Աստծո էությանը եւ հատկությանը եւ ցույց է տալիս իրականում փրկության միջոցը եւ որով Աստված փառավորվում եւ նա սա եւ կարևոր է որ մեզ միշտ պահում է բալանսի մեջ, այսինքն պահում է ճիշտ օղակների մեջ, թույլ չի տալի որ մենք փրկության հարցում գնանք ծայրահեղություններից ծայրահեղություն ընկնենք օրինականության դաշտ, օրենքի գործերով փրկության կամ ընդհանրապես խեղաթյուրենք Աստծո շնորհքը, ընկնենք մեկ այլ ծայրահեղության մեջ, խեղաթյուրենք Աստծո շնորհքը, ասենք շնորհքով փրկված ենք, ինչ ուզենք կարող անենք։ Այսինքն սա մեզ միշտ պահում է բալանսի մեջ, այսինքն այդ ընտրության կոնցեպտը եւ մարդու պատասխանատվության հարցը այս արդարացիությունը հենց արտահայտում է։ Եկեք ընթերցենք մեր այդ հատվածը, ուրեմն կընթերցենք 14-ից 18 համարներ։ Նորից խնդրում եմ ուշադիր լսեք եւ մենք կանադառնանք առաջինը, արդար է արդյոք Աստված։ Հիմա ինչ ասենք։ Միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավլից ես կտեսեք, արդեն ունկնդիրը լսեց 13 համարը, որ Աստծո ընտրությունը կախված չի մարդու հատկությունից եւ հարց առաջացավ։ Բայց այդ դեպքում Աստված արդար է, որ որոշ մարդկանց դառնում է կորուստի, որոնց մարդկանց փրկում է եւ միայն մնացորդա փրկում եւ ոչ թե բոլորին։ Եվ հիմա պատասխանում է։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա կամ Աստված անարդար է, եւ ինչպես հիշում եք Աբրահամը Աստծուն ասում էր, ամբողջ երկրի դատավորը անիրավ կվարվի, երբ որ Սոդոմ, Գոմորի եւ նրա շուրջ եղած քաղաքների վրա պիտի կորուստը գար։ Հիշում եք Աբրահամը առևտուր էր անում Աստծո հետ։ Եթե 50 հոգի լինի նրանում արդար, կփրկես այդ 50 հոգու համար չեմ կործանի քաղաքները։ Մինչև 10 հոգի հասավ Աբրահամը, ասել 10 հոգի լինի չեմ կործանի։ Եվ ինչ մենք տեսանք, որ չկար 1 հոգի բացի Ղովտից։ Իսկ Ղովտը արդար էր, ոչ, Ղովտը Աստծո շնորհքով քաշվեց, Ղովտին քաշեցին, հանեցին, ինչպես մեզ բոլորիս։ Դրա համար ասած, եթե հայրս չքաշի, որևէ մեկը չի փրկվի, որտեղ բոլորն են մեղավոր։ Բայց երբ որ կոչված է արդար Ղովտը, մենք տեսնում ենք, որ արդեն Աստծո շնորհքը Ղովտի կյանքում գործ անում եւ Ղովտը այդ անարդարությունների մեջ իրեն վատ ազգում։ Ասում է Ղովտը, արդար Ղովտը լավ չէր զգում այդ անարդարությունները իր շրջապատում։ Սրանք սա տարբեր կոնցեպտներ են, որ պիտի անդրադառնանք համատեքստի մեջ, որտեղ համատեքստից դուրս եթե խոսանք, միշտ կլինի, որ մենք մեկնաբանում ենք մեր ուզածելով։ Բայց երբ որ համատեքստում նայենք, կտեսնենք, որ հենց այդ մասին է խոսում։ Ուրեմն 14-ից 18-ում կտեսնենք Աստծո արդարությունը, տեսեք։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավլիցի, որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ, ում որ կողորմեմ եւ կգթամ, ում որ կգթամ։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, ինչ կամեցողից, գթություն կամ ողորմություն։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, ոչ էլ վազողիցը կամ ոչ էլ ջանք անողիցը, որ իրեն գթա կամ ողորմի։
Այլ Աստվածանից, որ ողորմում է։ Ինչի։ Դե որովհետև չկա մեկը, որ ուզում է, որ իրեն ողորմի։ Չկա, եթե Աստված նրան չքաշի, անձը չի ցանկանա իրեն ողորմել։ Բոլորը Աստծո թշնամի են եւ հեռացած, մահացած են։ Մահացած մարդը ցանկություններ չունի։ Մահացած մենք նկատի ունենք, խոսում ենք արդեն ֆիզիկապես ոչ թե пассив մահացած ընկած, այլ հոգեորապես մահացած, մեղքի մեջ ակտիվ, վազում է մեղքի մեջ։ Բայց Աստծուն դառնալու իր ցանկություններին հակառակ արժեքային համակարգի դառնալու ինքը մահացած է, չի ուզում դա։ Պետք է քաշես նրան։ Հիմա որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կգթամ, ապա ուրեմն ոչ կամեցողիցն է եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստվածանից որ ողորմում է։ Որովհետև գիրքն ասում է փարավոնին թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի։ Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում կամենում է խստացնում է։ Մենք անդրադառնալու ենք հիմա այս հատվածին։ Երբ որ ես ասում եմ քաշել, ես գիտեմ որ շատերի մոտ հարց առաջանում, ինչ Աստված զորով է փրկում, ոչ։ Քաշել չի նշանակում որ անձը չի ուզում, Աստված նրան քաշում է։ Անձը չի ուզում, բայց երբ որ Աստված նրան քաշում է, այդ չուզողին ուզող է անում։ Նա գալիս է։ Դրան այն ամենին, որ Հայրը ինձ տվեց, ինձ մոտ կգան, բայց ով կգա, ում որ Հայրը տվեց, ում որ Հայրը քաշեց։ Այսինքն հոր ներգործությունն է կամենալ եւ անելը հոր կամքի հաճության պես։ Այսինքն որ ես ասում եմ քաշել, չի նշանակում անձը փախնում է Աստծուց, բայց քաշում է հետ քաշելով բերում է Աստված։ Ոչ, այդ անձին ում որ ինքը ընտրում է, այդ բոլոր անձի նման փախնողներին, այդ անձերի մեջ ներգործելով ի վերջո նրանք հոժար կամքով դառնում են դեպի Աստված։ Սա Աստծո ներգործությունն է։ Դա համար ենք ասում մարդու կարողությունը չի սերներես։ Փրկությունը ամբողջությամբ Աստծո շնորհքն է։ Այ փրկությունից հետո արդեն սրբասման ընթացքը վերստին ծված անձը ունի նոր բնություն։ Այդ բնությունը արդեն հակված Աստծո հետ համագործակցելու սրբության ընթացքում։ Այս սա արդեն ուրիշ բան է, բայց փրկության առումով մոներգիզմ, այսինքն փրկությունը միշտ կապված է Աստծո քաշելու հետ։ Եթե Աստված չներգործի, չքաշի, ռուսերեն если отец не привлечет, եթե չքաշի, որևէ մեկը չի գա հորը։ Այս սա ամենակարևորն է։ Հիմա մեր հարցի պատասխանը։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անարդարություն կամ անիրավություն կա։ Աստված արդյոք կվարվի անազնիվ այս հարցում։ Եվ հիմա այս հարցին ենք մենք պատասխանելու։ Որտեղից առաջանում այս հարցը։ Շատերը մտածում են այսպես։ Հենց մենք շատ հաճախ մտածում ենք այս սկզբունքով, այսպես։ Աստված ոմանց ընտրեց, կարծես նրանց լատարեն շահելը, իսկ ոմանց նույնիսկ առիթ էլ չտվեց։ Միանգամից կորուստի պատրաստեց։ Մենք այսպես մտածում ենք փրկության առումով։ Սա նշանակում է որոշ մարդիկ կարծես շահել են եւ հիմա ինչպես արդեն ուզեն անեն մեկը փրկվելու են, իսկ ոմանց էլ Աստված նույնիսկ առիթ չի տվել։ Ինչ ջանք էլ որ անեն, միևնույն է նրանք գնալու են կորուստի։ Այսպիսի բան երբեք որևէ մեկ Աստվածաշնչյան մարգարե չի խոսել։ Աստվածաշունչը այսպիսի բան երբեք չի ասում, սիրելիներս։ Իսկ ինչ է ասում Աստվածաշունչը, մենք հիմա անդրադառնում ենք արդեն նրա հարցը որովհետև բառին։ Որովհետև Մովսեսին ասում է։ Ինչ է ասում Մովսեսին։ Դեմա մենք անդրադառնալու ենք այս հատվածին։ Որովհետև կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կգթամ։ Եկեք առաջին անդրադառնանք սրան։ Շատ կարևոր է որ մենք հակաթեզիսով նայենք։ Ինչպես չի պատասխանում Պողոսը այս հարցին, որտեղ մենք շատ հաճախ ակնկալում ենք, չէ՞։ Արդարը որը կլինի, որ Աստված ընտրի նրանց, որոնք ուզում են, որ Աստված իրենց ընտրի։ Աստված կփրկի նրանց, որոնք ուզում են, որ փրկվեն։ Սա կլինի արդար։ Այս մարդը ուզում է, այս մարդու ազատ կամքով իր բաժինն է, իր որոշումից, իր վարքից, իր հանազանդությունից կապված Աստված նրան ընտրում եւ փրկում։ Մենք այսպես ենք ուզում, բայց առաքյալը արդյոք այդպես է պատասխանում։ Առաքյալը արդյոք պատասխանում է նրանք, որոնք ուզում են, որ իրենց ընտրի Աստված նրանց ընտրում։ Տեսեք ինքը ինչ ասում, որովհետեւ Մովսեսին ասում է կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կգթամ։ Երբ Աստված այսպիսի պատասխան տալի, այսինքն ինչպես Աստված չի պատասխանում, չի պատասխանում որ դե ողորմի նրանց, որոնք ողորմության արժանի են։ Առաքյալը այսպես պատասխանում է, ոչ։ Որտեւ եթե ասեր կողորմի նրանց, որոնք կողորմեն նրանց, որոնք ողորմության արժանի են, սա նշանակում է կողորմի նրանց, որոնք չեն մեղանչել։ Բայց ներողություն, Ելից 32-րդ գլխում մենք հիմա նայելու ենք, այնտեղ կգտնեք մի հոգու, որը չի մեղանչել։ Ամբողջ Իսրայելը ներառյալ Ահարոնը, բացի Մովսեսից, որտեղ Մովսեսն էլ սարի վրա էր Սինա։ Եթե Մովսեսն էլ նրանց մեջ լիներ, ես չգիտեմ ինչ էր անելու, չգիտեմ ես։
թե Աստված ինչպես է ներգործելու, բայց Ահարոնից բռնած բոլոր ժողովուրդը ոսկե հորթին երկրպագեցին եւ ընկան խաղի մեջ։ Խաղը գիտեք ինչ է, օրգյան է, շնությունն է, հարբեցողությունն է, երկրպագությունն է կուրքի։ Դա այդպես է առաջնորդվում։ Հիմա կողորմեմ ու որ կողորմեմ, արդյոք սա նշանակում է կողորմեմ նրանց, ովքեր չեն կընկել կռապաշտության մեջ։ Չկա այդպիսի բան։ Բոլոր ժողովուրդն անկե մեջ է։ Դրա համար Աստված ասում է կողորմեմ ու որ կուզեմ։ Այսինքն բոլորն են մեղան, չէ, բայց ես կուզեմ ոմանց ողորմեմ։ Իսկ ում Աստված մեզ դրա մասին չի ասում։ Ում որ ինքը կուզի, այսպես է պատասխանում։ Եվ սա առաքյալը ցույց է տալի Աստծո արդարություն, որտեղ Աստված իրավունք ունի, Աստված իրավունք ունի, այսինքն նրանց, հիշում եք Հիսուս Քրիստոսի առակը, այն բանվորներին, որ ինքը կանչեց դաշտում աշխատելու։ Ամենք այդ եկեք այսպես ասենք, պայմանավորվեց $10, ամբողջ օրվա աշխատանքի համար $10 եւ շատ գոհ էին։ $10 մեծ գումար է, ասենք թե, եթե վերցնենք հիպոթետիկ։ Եվ պայմանավորվեց եւ ուրախացան, եկան աշխատեցին, բայց վերջի ժամին, օրվա վերջի ժամում գնաց մի քանի հոգու էլի կբերեց։ Եվ նրանց էլ տվեց արդեն վարձքի մեջ, տվեց $10։ Եվ երբ որ նրանց $10 տվեց, այս առաջի մարդիկ, որոնք ամբողջ օրը աշխատել էին, ասեցին անարդար ես վարվում, ինքն ասեց ինչով։ Ասեց դրանց էլ տվեցիր $10։ Ինքն ասեց եղբայր, ես քո հետ $10 չեմ պայմանավորվել։ Այո, իմ անարդարությունը որտեղ տեսար։ Ուղղակի ես տվեցի քեզ այն ինչ որ քեզ խոստացել էի, պարտական էի։ Այո, արեցիր իմ գործը, տվեցի այն ինչ որ խոստացել էի։ Անարդար եմ, ոչ, բախի ես ինձ անարդար կոչում, որովհետև ես ուզեցա սրանց մի քանիսին ողորմեմ, կամ միգուցե քո աչքը նախանձ է, տենում եք որտեղ է խնդիրը։ Այսինքն եթե Աստված այդ բոլոր կործանվողների մեջ ընտրում է մի քանի հոգու, այստեղ այնպես չի որ լատարեն շահում է։ Մենք բոլորս ենք արժանի կործանվելու։ Դրա համար իրական փրկվողը ընկնում Աստծո ոտքերի առաջ եւ ողորմությունը հասկանալով, ճանաչելով ամբողջական նվիրումը, որտեղ հասկանում է, որ ինքը չի արժանացել այդ փրկության։ Այդ փրկության համար Աստված իրեն քաշել է եւ անդադար պահում է այդ փրկության մեջ Աստծո ողորմությունով։ Այս սա շնորհքի մեծությունն է։ Այստեղ է շնորհքը մեծ ճանաչվում։ Թե չէ, եթե մարդը արժանի է Աստված նրան փրկում, այսինքն այստեղ մարդու շնորհքն է փրկության գործանողը։ Մարդն է փառավորվելու, ոչ թե Աստծո շնորհքի, ոչ թե Աստծո շնորհքը որպես Աստծո փառքի բաղադրիչ։ Սա կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք սրան ավելի։ Այսինքն ինչպես չի պատասխանում առաքյալը։ Առաքյալը չի պատասխանում, որ փրկության արժանանում են նրանք, որոնք ջանք են արել։ Ընդհակառակ ինքն ասում է ոչ թե ջանք անողից, վազողից եւ ոչ էլ կամեցողից, այլ Աստծուց, որ ողորմում է, այլ Աստծո կամքից, Աստծո հաճությունից, որ ցանկացավ ողորմի ոմանց։ Սրանից է կախված մարդու փրկությունը, ոչ թե վազողից եւ ջանք անողից, որտեղ ջանք անող եւ վազող չկա։ Բոլորը ջանք եւ վազում են մեղքի մեջ, Աստծուց հեռանալու մեջ, ոչ թե Աստծուն դառնալու մեջ։ Այստեղ ամբողջ խնդիրը, որ մենք տեսնենք արդար Աստված վարվել, թե ոչ։ Եկեք անդրադառնանք այս հատվածին ավելի խորությամբ։ Միանշանակ հիշենք։ Պողոսը չի ասում, ընտրվում են նրանք, որոնց Աստված տեսնում է արժանի։ Իրենք իրենց անձնական հավատքի, որոշման, ապաշխարության, ջանքի արդյունքում ընտրվում են։ Չէ։ Երկրորդ, Պողոսը չի ասում, որ ընտրվում են նրանք, որոնք ուզում են ընտրվել, որոնք ընտրության արժանի են որոշ առումով, կամ այդ դեպքում մենք տեսնում ենք, որ քեղաթուրի ամբողջությամբ Աստծո շնորհքը։ Այսինքն չի երևա ձրի փրկության շնորհքը, այլ մարդու շնորհքը կամբողջանա։ Սա շատ կարևոր։ Ուրեմն ինչ է ասում Պողոսը, եւ Պողոսը այս երկու մեջբերումներն ավերում։ Եկեք անդրադառնանք Ելից 32-րդ գլխին եւ տեսնենք կարևոր սկզբունք։ Ելից 32-րդ գլխի առաջի համարից կարդակ, խնդրում եմ Ելից 32-ը եւ 33 գլուխները կարդացեք, որպեսզի առավել տեսնեք, որ ես խոսում եմ համատեքստի մեջ։ Առաջի համարից եւ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսը ուշացավ սարից նիշնելու եւ Արոնի մոտ ժողվեցան ժողովուրդը եւ ասեցին նրան. Վեր կաց մեզ համար աստվածներ շինի, որ մեր առաջից գնան, որովհետև այդ Մովսես մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրից հանեց, չգիտենք թե ինչ եղավ նրա հետ, արդեն հեգնանքով են խոսում Մովսեսի հետ։ Ճորտ էին, ժամանակ չունեին հաց ուտելու, ազատվեցին հիմա արդեն հեգնանքով են խոսում, մարդկային բնությունն է սա։ Եվ Ահարոնն ասեց նրանց. ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջիկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցեք եւ ինձ մոտ բերեք։ Նույնիսկ տեսնում ենք, որ այստեղ խոսք չկա, որ ինչ է անում, չէ որ ձեր Աստվածը, չէ որ Մովսեսը շուտով գա, չկա։ Վախեցավ Ահարոնը եւ
համաձայնվեց ժողովրդի հետ։ Հանեք ոսկիները, օղերը բերեք։ Եւ բոլոր ժողովուրդը իրենց անկաժներից եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարոնի մոտ բերին։ Եվ նա առավ նրանց ձեռքից եւ քանդակագործիով ձևակերպեց նրան եւ շինեց մի ձուլածով ворդ եւ ասեցին. սրանք են քո աստվածները, ով Իսրայել, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցի։ Արդեն իսկ ամենաառաջի պատվիրանը խախտվեց։ Դրա համար Մովսեսը, երբ որ սա դեռ հենց Մովսեսը չգիտի, հիմա Մովսեսը Աստծո հետ խոսելուց Աստված ասել է՝ «Իջի», ժողովուրդը պղծվեց։ Դեռ Մովսեսը չի էլ պատկերացնում, անմիջապես ծունկյալ գալի ասում է ողորմի քո ժողովրդին, որտեղ գիտեմ որ այսպիսին են։ Բայց երբ որ ինքն է գալիս, տեսնում է ինչ է կատարվում, այդ երկու քարե տախտակները կոտրում է։ Քարե տախտակները սերն շատերի մոտ սխալ է անցալվել, քարե տախտակները երկուսն են, որովհետև պայմանը երկու կողմանի է։ Այս ուխտը, հին ուխտը Մովսեսի միջոցով երկկողմանի է։ Դա համար երբ որ պայմանը կապվում էր, ուխտը կապվում էր, այդ օրինակները, ուխտի նորմատիվները, ինչ պիտի կատարի ամեն մի կողմը, մնում էր երկուսի մոտ։ Դրա համար այս ուխտի տապանակները մտնում էին խավության խորան եւ տապանակի մեջ էին դրվում սրանք, այս տախտակները, որը խորհրդանիշ էր Աստծո եւ Իսրայելի միջև եղած այդ պայմանի։ Դա համար երբ որ Մովսեսը դրանք կոտրում է այդ երկուսը, այսինքն սա երկու օրինակներ են, մեկը պիտի Աստծո մոտ լինի, մեկը Իսրայելի մոտ, բայց երկուսն էլ դրվում էին տապանակի մեջ խորանում։ Բայց կոտրելը սա նշանակում է, որ Մովսեսը հասկացավ, որ ուխտը դրժվեց, որտեղ խախտվեց ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս եւ ոչ էլ երկնքում եւ երկրի այլ ծովում, որովհետեւ մի կերպարանքով Աստված քեզ չշինես։ Այս երկու կարևոր պատվիրանները խախտվեցին։ Այսինքն երբ որ նրանք ոսկե հորթը շինեցին եւ երկրպագեցին, իսկ ով երկրպագեց, ով մեղանչեց, ամբողջ ժողովուրդը։ Դուք կարդացեք, ես ժամանակը խնայելու համար չեմ ուզում անդրադառնամ սա, եկեք, բայց անդրադառնանք, երբ որ տեսեք առաջինը Եհովան խոսում է Մովսեսին։ Եհովան ասեց Մովսեսին. «Գնա իջի, որովհետև ապականվեցավ քո ժողովուրդը, որ Եգիպտոսի երկրից հանեցիր»։ Շուտով խոտորեցին այն ճանապարհից, որ իրենց պատվիրեցի, իրենց համար ձուլածով ворդ շինեցին եւ նրան երկրպագություն արին եւ նրան զոհեր մատուցանին եւ ասեցին. սրանք են քո աստվածները, ով Իսրայել, որ քեզ Եգիպտոսի երկրից հանեցին։ Դեռ էլ Մովսեսը չի իմանում, չի։ Արդեն սարի վրա Աստված է Մովսեսին ասում, թե ինչ արեց ժողովուրդը ներքևում։ Հələ Մովսեսը չի տեսել։ Եվ հիմա Եհովան ասեց Մովսեսին. այս ժողովուրդը տեսա եւ ահա խստապարանոց ժողովուրդը։ Դեք հիմա ինչ ասում Աստված Մովսեսին։ Ասում արի այս ժողովրդին բոլորին կործանեմ, ներառյալ Ահարոնին, ներառյալ Մովսեսի քրոջը Մարիամին, բոլորին կործանեմ եւ քեզանից նոր ժողովուրդ անեմ։ Տեսնում եք, սա Աստված խոսեցնում է։ Շատ կարևոր է մենք հասկանանք, թե Աստված ինչ անելու։ Աստված ոչ թե որոշում է ինչ անի, Աստված արդեն որոշել է։ Ուղղակի Մովսեսի վիճակը տեսեք։ Հիմա թող տուր ինձ, որ իմ բարկությունը նրանց վրա բորբոքվի եւ փչացնեմ նրանց եւ քեզ մեծ ազգ շինեմ։ Եվ Մովսեսն իր Եհովայի Աստծո առաջին աղաչեց եւ ասեց. «Ո Եհովա, ինչու քո բարկությունը բորբոքվի քո ժողովրդի վրա»։ Ուշադրին նայեք բառերը Մովսեսի։ Ինչու քո բարկությունը բորբոքվի քո ժողովրդի վրա, քո անունը նրանց վրա կանչված, այսինքն ինչին անդրադառնում Աստծո փառքին, քո փառքի հետ կապված է, եթե նրանք վնասվեն։ Ինչու համար Եգիպտոսի խոսեն եւ ասեն, թե չարության համար հանես նրանց, որ սարերումը մերցնեն նրանց եւ երկրի երեսից փչացնեն նրանց։ Դարձիր քո սաստիկ բարկությունից եւ յետ այս չարիքը քո ժողովրդի վրայից։ Եվ վերևում ինքն ասում է, որ այս ժողովուրդը ինչի փչանա, որ Եգիպտոսի երկրից հանեցիր մեր զորությունով եւ զորավոր ձեռքով։ Բոլոր տեսան քո հրաշքները, հիմա ի՞նչ է, դու չես կարողանում այս ժողովրդին պահես։ Այսինքն տեսեք Մովսեսը ինչին է բողոքարկում։ Աստծո փառքին, Աստծո հատկությանը։ Եվ տեսեք շատ կարևոր է, որ եւ 14 համարում կարդում ենք. Հիշիր քո ծառաներ Աբրահամին, առաջակաշում ուխտը եւ Իսահակին եւ Իսրայելին, որոնց դու երթում արիր քո անձով եւ ասեցիր նրանց. ձեր սերունդը երկնքի աստղերի պես պիտի շատացնեմ եւ բոլոր այս երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերունդին պիտի տամ ու պիտի ժառանգեք հավիտյան։ Բերում է ուխտի շրջանակներ, ասում է դու ուխտ ես արել ժողովրդի հետ Տեր եւ անմիջապես տեսնում ենք եւ տեսեք Եվ Եհովան ետ դարավ այն չարիքը եւ Եհովան ետ առավ այն չարիքը, որ ասել էր, թե իր ժողովրդին պիտի աներ։
Այսինքն բարկությունը զսպեց Աստված, սա չի նշանակում, որ Աստված ուրախացավ այդ ժողովրդի վրա, բարկությունը զսպեց, այդտեղ ողորմություն եւ համբերությունն է։ Հիմա եթե Աստված արդար վարվի այդ ժողովրդի հետ, ինչ պիտի անի, պիտի բոլորին կործանի, ներառյալ Ահարոնին եւ Մարիամին, բոլորին։ Չկա մեկը, որ չի եկել բագեհորտին, ճիշտ է։ Եվ հիմա արդեն սրանից հետո ուշադիր նայեք, եւ արդեն իշտում եւ Մովսեսը դարձավ եւ սարից իջավ եւ վկայության երկու տախտակները ձեռքին էին, տախտակները երկու կողմերից գրված էին, այս կողմից եւ այն կողմից գրված էին նրանք։ Սա երկու օրինակներն են այդ ուխտի, երկու կողմանի պայմանը Աստծո եւ երկուսի օրինակները, նորմատիվները երկուսի մոտ գտնվում են։ Եվ տեսեք, տախտակներն Աստծո գործն էին եւ գրվածն Աստծո գրված եւ տախտակների վրա փորագրված։ Եվ Հեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս եւ ասեց, ներողություն բացի Հեսուից նաեւ, եւ ասեց Մովսեսին, պատերազմի ձայն կա բանակումը, եւ նա ասեց, սա հաղթության աղաղակի ձայն չէ, եւ պարտության աղաղակի ձայն չէ, այլ խաղի ձայն եմ լսում ես, հարբած շնության աղաղակներ է լսում արդեն, այսինքն կռապաշտության ձայն եմ լսում, ասեց Մովսեսը։ Եվ եղավ, երբ որ բանակին մոտեցան եւ տեսավ որդը եւ պարելը, Մովսեսի բարկությունը բորբոքվեց եւ տախտակներն իր ձեռքից շպրտեց եւ կոտրեց նրանց սարի տակին։ Սա է ես ասում։ Այսինքն Մովսեսը նույնիսկ երբ որ ինքը տեսավ ինչա կատարվել, ինքը նույնիսկ չհամբերեց, բայց Աստծուն խնդրում էր համբերության համար, որտեղ Աստված ասում էր այսպես է, բայց ինքը չէր պատկերացնում։ Հայ հենց որ տեսավ, արդեն տախտակները կոտրեց։ Իսկ ինչ էր սա նշանակում, որ ուխտը դրժվեց, ել Աստված եւ Իսրայել հարաբերություն գոյություն չունի։ Հիմա արդեն մենք որ անդրադառնում ենք 33-րդ գլխին, սա խնդրում եմ դուք ընթերցեք, 33-րդ գլխում կարևոր սկզբունք կա 19 համարում, որ այդ հատվածը առաջ է քաշում Պողոս առաքյալը։ Երբ որ Մովսեսը տեսնում է, որ Աստծո շնորհք է գտել եւ այդ ժողովրդին Աստված համբերեց, իհարկե մենք տեսնում ենք, որ շատերը կործանվում են, շատերը մահանում են, Աստված պատժում է իր բարկությունով։ Բայց մենք տեսնում ենք, որ ոչ բոլորին է պատժում։ Բայց պիտի եթե արդարությունով արվեր, պիտի բոլորին պատժեր եւ Մովսեսն ասում է, Տեր, եթե ես քո առաջ շնորհք եմ գտել, խնդրում եմ ինձ ցույց տուր քո փառքը, տեսնեմ ով ես դու, այսինքն ճանաչեմ քեզ եւ ճանաչելու արդյունքում առավել վարվեմ քեզ ավելի հաճելի, որ առավել շատ շնորհք գտնեմ քեզանից։ Մովսեսն ասում եւ Աստված ասում է լավ, քո այդ խնդրանքն էլ կանեմ։ Ես իմ երեսը չես կարա տեսնես, բայց ես մի տեղ ունեմ, քեզ կկանգնեցնեմ եւ ես կանցնեմ, դու ինձ իմ հետևից կտեսնես եւ կլսես իմ փառքի ձայնը, կլսես հատկությունը իմ կարևորագույն։ Եվ այստեղ ես 19 համար եմ կարդում։ Եվ նա ասեց, աղաչում եմ, քո փառքը ցույց տուր ինձ։ Եվ Եհովան ասեց, իմ բոլոր բարությունը քո առաջից պիտի անցկացնեմ, եւ Եհովայի անունը քո առաջից պիտի կանչեմ, եւ որին որ ողորմեմ կողորմեմ, եւ որի վրա որ գտամ կգտամ։ Այս բառերն է մեջ բերում Պողոս առաքյալը, երբ որ ցույց է տալիս, որին որ ողորմեմ կողորմեմ, որին որ կգտամ կգտամ։ Ինչի համար ասում առաքյալը սա։ Ես ես հարց եմ տալի։ Ում պիտի ողորմեր Աստված ընդհանրապես։ Ոչ մեկին։ Եվ Մովսեսը գիտեք վերևում ինչ ասում։ Ասում է, եթե դու այս ժողովրդին պիտի պատժես, իմ անունն էլ ջնջի այս գրքից։ Այսինքն ինձ էլ կործանի, եթե պիտի բոլորին պատժես, ինձ էլ նրանց հետ պատժի։ Եթե ես հարց տամ, եթե Աստված արդարորեն վարվեր, ում անունը պիտի ջնջեր գրքից, իր կյանքի գրքից։ Բոլորի անունները։ Դրա համար Աստված ասում է կողորմեմ ում որ կողորմեմ։ Այսինքն եթե արդարությունով վարվեմ, բոլորին պիտի կործանեմ։ Բայց հենց սա է խնդիրը, որ առաքյալը ներկայացնում է, որ Աստված արդարությունով չի վարվում այդ մի քանի մնացորդի հետ։ Դրա համար Հռոմեացիս 11-րդ գլխում եկեք անդրադառնանք, առաքյալն էս խոսքերն ասում, եւ հիմա էլ հենց այն ժամանակի համար եւ ժամանակը ինքը առաջ է քաշում, երբ որ կործանում էր Իսրայելը եւ մարգարեն Եղիա մարգարեն եկավ Աստծո մոտ եւ ասեց բոլորին կործանեցին, միայն ես եմ մնացել, եւ Աստված ասեց ես 7000 հոգի պահել եմ մնացորդ, որի մասին դու չգիտես, որոնք կուրկ չեն պաշտե, եւ ասեց իմիջալոց իմացի, որ եւ Պողոսն ասում է հենց հիմա էլ այս ժամանակում շնորհքի ընտրության պես շնորհքի ընտրության ողորմությամբ ընտրված մնացորդ կա։ Շնորհքի ընտրության պես մնացորդ, ողորմությամբ ընտրված մնացորդ, ոչ թե արդարությամբ ընտրված մնացորդ։
Եթե լիներ արդարությամբ ընտրված մնացորդ, ուրեմն դա այն մնացորդն էր, որոնք չէին երկրպագ հորթին։ Իսկ եթե ողորմությամբ ընտրված, ուրեմն ողորմելը նրանց, ոչ թե արդարորեն է վարվել, այլ ողորմությունով նրանց պահել է։ Պիտի կործաներ, բայց չի կործանել։ Իր փառքի համար է պահել։ Եվ նրանց մեջ ներգործում է։ Եկեք անդրադառնանք մեր հատվածի նորից։ Ուրեմն տեսեք 14 համարից։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա։ Ինչի էս հարցադրությամբ, երբ որ Պողոսը խոսեց, որ կա մեղավորներ, բայց այդ մեղավորներից Աստված ունի սուվերենություն մի քանի հոգի իր փառքի համար, մնացորդ փրկության համար։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավ լիցի, որտեղ Մովսեսին ասում է կողորմեմ ու որ կողորմեմ եւ կգտամ ու որ կգտամ, ապա ուրեմն ոչ կամեցողից է, ոչ էլ վազողից։ Ինչի այն քեզ հարց առաջ կացում, ոչ կամեցողից, ոչ վազող, որտեղ ոչ կամեցող կա, ոչ էլ վազող կա մեղանչողներ ու վերջ։ Բայց այս մեղանչողներից Աստված ողորմում է մի քանիսին։ Ապա ուրեմն ոչ կամեցողից է եւ ոչ էլ վազողից, այսինքն չկա կամեցող եւ վազող, այլ Աստվածանից է, որ ողորմում է։ Կա միայն Աստծո կամք, հաճություն, որ այդ չուզողներից ողորմում է մի քանիսին եւ նրանց անում է ուզող։ Տեսնում եք։ Այստեղ այնքան ներկայացնում Աստծո արդարությունը փրկության հարցում։ Դրա համար մեր այս կոնցեպտում երբեք չեք տեսնի, որ մարդու կարողությունը փառավորվի կամ մարդու շնորհքը բարձրանա, մարդը արժանի լինի ընտրության։ Ոչ, մարդը արժանի է դատապարտության, բայց Աստված մի քանիսին ողորմում է։ Հիմա որևէ մեկը կարա ասի, Տեր Աստված, ինչի այս մի քանիսին ողորմեցիր։ Չի կարաս, որտեղ անարդար է, որովհետև եթե դու արդար վարվես, քեզ էլ Աստված չի կործանի, բայց դու չես ուզում փրկության։ Հիմա եթե Աստված մի քանիսին քաշել է, քո հարցադրումը ուղղակի այն հարցադրումն է, որին Պողոս առաքյալ ասում է, բայց դու ով ես, որ Աստծուն ասես, ինչի ես այդպես անում։ Աստված իրավունք չունի իր ստեղծածի վրա, իր ստեղծածից մի քանի օգու պահի։ Իրավունք չունի, թե քո աչքը նախանձա, որ Աստված նրանց էլ է $10 տալի։ Այսինքն տեսեք, սա այս նույն կոնցեպտն է, որ Քրիստոսը խոսում է։ Նույն օղակներում, նույն ընտրության, փրկության օղակներում, երբ որ խոսվեց, այս Քրիստոսը այս մասին խոսեց, երբ որ Պետրոսն ասեց, Տեր, մենք ամեն բան թողեցինք եւ քո հետևից եկանք։ Եվ Քրիստոսը պատմում է այս առակը, շատ կարևոր է, ցույց տա, թե դուք որ թողել եք, դա նշանակում է ես ձեզ ընտրել եմ եւ ձեզ ամեն ինչ կլինի վերջում։ Այսինքն սրանք կարևոր է։ Առաջինը այսինքն այս ընտրության արդարության հարցում մենք տեսանք առաջինը Ելից գրքիսը։ Մյուսը, որին մենք անդրադառնանք, սա փարավոնի հարցն է։ Փարավոնի հարցում արդեն զանազանությունը մյուս զանազանության մեջ խոսենք նաև այս մասին։ Փարավոնի հարցում ուղղակի ես մոտիվացիան եմ, ավելի շեշտադրում անեմ։ Փարավոնը այնպես չէր, որ փարավոնը արդար էր եւ բարի էր, Աստված փարավոնի սիրտը խստացնում է։ Փարավոնը տեղից արդեն խիստ է, որտեվ եթե դու գնաք հարուստ մարդին ասես քո բոլոր ունեցվածքը տուր ինձ, այսինքն քո նրա ճորտերին, հարճերին ասես տուր տանեմ, նա խստանալու է, բայց Աստված կարա նրա սիրտը փափկացնի եւ կարա նրա սիրտը թույլ տա, որ խստանա բնականաբար, երբ որ նրանից ուզում ես տանես։ Եվ այստեղ երբ որ ասում եմ խստացնեմ, սա այնպես է, որ Աստված եթե ուղղակի փափկացներ փարավոնի սիրտը, մի հրաշքի միջոցով բոլոր Իսրայելը դուրս կգար։ Բայց Աստված թույլ է տալիս, որ փարավոնը մերժի, որպեսզի այդ մերժելու ընթացքում 10 հրաշքները ցույց տա։ Եվ այդ հրաշքները, այդ զորությունը, այդ կործանումը եգիպտացիների աստվածների վրա է, իրենք պատժում է եգիպտացիների աստվածներին։ Ինչ Աստծու որ պաշտում են եգիպտացիները, այդ աստվածներով էլ պատժում է եգիպտացիներին։ Դա կլինի գորտերը, դա կլինի Նեղոսը, դա կլինի առաջնեկները, դա նրանց աստվածներն էին։ Հենց նրանցով էլ պատժում է։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն սա մասին խոսենք արդեն մյուս զանազանության մեջ։ Առաջինը մենք ինչ տեսանք, որ 14 համարում հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավլիցի եւ Աստված եւ Պողոս առաքյալը երբեք չի պատասխանում այս հարցին մարդկային տեսանկյունից մարդու մտածելակերպին հարմարեցնելով Աստծո խոսքը, այլ ընդհակառակ ինքը առաջ է քաշում Աստծո հայտնությունից, Աստծո հատկությունը եւ ասում է տեսեք Աստված ինչ է ասում եւ ում է ասում։ Այստեղ արդեն դուք կտեսնեք, որ Աստծո մոտ անիրավություն չկա փրկության հարցում, որտեղ որևէ մեկը փրկության արժանի չի, բայց Աստված որոշել է մի քանիսին փրկի։ Դա Աստծո որոշումն է սուվերեն կամքի մեջ։ Դա մարդու արժանիքը չի։ Այստեղ է, որ մեծանում է Աստծո շնորհքը որպես Աստծո փառքի կարևոր բաղադրիչ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։